Տեսեք, դուք հիշատակեցիք Եվրամիության հետ դեկտեմբերի 2-ին կնքված նոր համաձայնագրերը։ Ես կարծում եմ, այդտեղ բացի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգին բանակին աջակցությունից կար շատ ավելի կոնկրետ մի խնդիր՝ հիբրիդային պատերազմի դեմ մեր դիմակայունության պաշտպանունակության մեծացումը։ Արդյոք այն միլիոնները, որ հատկացվելու են այդ խնդրին, կոնկրետ ընտրություններին են ծառայելու, թե պետք է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես սկսի գործել համակարգ, այս հիբրիդային պատերազմի դեմ համակարգ, բայց այնպիսի համակարգ, որ ոչ թե մենք սպասենք մեզ հարված են, մենք մտածենք պատասխանում ենք, այլ մենք ի սկզբանե այդ հարվածները կանխենք ու ինքներս առաջինը հարվածենք, այսինքն հեղեղենք ամբողջ մամուլն է, չգիտեմ ինչ բոլոր հնարավոր միջոցները հիմա ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելով, ինչպես ասենք Ռուսաստանը եւ Ադրբեջանը օգտագործում են իրենց մատրյոշկաները, կեղծ կայքերը, ԱԲՑ-ները, չգիտեմ ինչերը ու փորձում են այստեղ մեզ պարզապես անկայունության մատնել, փորձում են այստեղ վարկաբեկել հնարավոր այն ամենը, որ մեզ համար արժեք է ներկայացնում, սկսած իշխանությունից վերջացրած մեր ավանդական արժեքները, պարզապես վախ սփռել, դու վախենաս։ Հիշում եք, օրինակ, անցած տարեսկզբին համենայն դեպս շատ ու շատ քաղաքական գործիչներ իրենց պատվող խնդիրն էին համարում առավոտից իրիկուն վախեցնել, եթե պատերազմը չի սկսել առավոտյան, սկսելու է կեսօրին, կեսօրն էլ պլստացինք, երեկոյան սկսվելու է։ Բոլորի խոսքը ամենայն դեպս պատերազմ էր։ Մենք ունեցանք, չէ, այդ պատերազմից վախի հաղթահարման հնարավորություն։ Հիմա հիբրիդային պատերազմի այդ ամբողջ գործիքակազմը արդյոք վերստին էլի ողջ արդյունավետությամբ աշխատացնելու է Ռուսաստանը, որպեսզի 2026-ին հասնի իր ցանկալի արդյունքին։ Իսկ իր ցանկալի արդյունքը կարծում եմ որևէ մեկի համար Պոլիշինելի գաղտնիքը չի, ժողովրդավարական ճանապարհով Հայաստանի Հանրապետություն իշխանափոխություն իրականում հեղաշրջում անելն է։